Հարավային Կալիֆորնիայում բարձր ջերմաստիճանը շարունակում է նոր խնդիրներ ստեղծել։ Լոս Անջելեսի և Վենտուրա շրջանի սահմանին Պիրուի մերձակայքում հրդեհի պատճառով հայտարարվել է տարհանման նախազգուշացումներ, իսկ կրակն արդեն այրել է առնվազն 30 ակր տարածք։ Հրշեջները շարունակում են պայքարել նոր բռնկումների դեմ։ Միաժամանակ օդերևութաբանները զգուշացնում են, որ այս շաբաթվա շոկի գագաթնակետը դեռ առջևում է։ Ջերմային նախազգուշացումները երկարացվել են մինչև հաջորդ շաբաթ, քանի որ հատկապես հովիտներում օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 100 աստիճան ըստ Ֆարենհեյթի, մոտ 38 աստիճան ըստ Ցելսիուսի։ Ցածր անապատներում ջերմաստիճանը հասնում է 115 աստիճանի, մոտ 46 աստիճան Ցելսիուսի։ Իսկ Palm Springs-ում գրանցվել է 113 աստիճան, մոտ 45 աստիճան Ցելսիուս։ Թեև հանգստյան օրերին ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի, այն միևնույն է կմնա նորմայից բարձր, իսկ հաջորդ շաբաթ սպասվում է նոր ավելի ուժեղ տաքացում։ Միևնույն ժամանակ Լոս Անջելեսի հանրային առողջապահության վարչությունը զգուշացրել է, որ մի շարք լողափերում ծովի ջուրը չի համապատասխանում անվտանգության չափանիշներին։ Վերջին փորձանմուշներում հայտնաբերվել է բակտերիաների բարձր մակարդակ, որը կարող է վտանգավոր լինել լողորդների և սերֆինգիստների համար։ Նախազգուշացումը վերաբերում է Սանտա Մոնիկա Փիրին, Mothers Beach-ին Մարինա դել Ռեյում, ինչպես նաև Ռամիրես Քրիքին Մալիբուի Paradise Cove-ի շրջանում։ Բնակիչներին խորհուրդ է տրվում ժամանակավորապես խուսափել այդ վայրերում ջուրը մտնելուց։ Օդերևութաբանները խորհուրդ են տալիս հնարավորինս սահմանափակել արևի տակ գտնվելու ժամանակը, հաճախ ջուր օգտագործել և հետևել պաշտոնական նախազգուշացումներին, քանի որ վտանգավոր շոկը դեռևս չի նահանջում։